Առանց ներողամտության սեր չկա։ Առանց ներելու չենք կարող սիրել։ Աստված էլ նախ ներողամտությունը այնուհետև սեր է։ Աստված ներեց մարդկանց մեղքերը եւ հենց այդ ներման գինն էլ ինքը վճարեց։ Տեսեք ինչ եմ ասում։ Աստծո միածին որդին երկնքից իջավ երկիր, մարդկության մեղքերի պատիժը կրեց, ինքն իր պատիժը իր վրա վերցրեց, ներեց եւ դրանով ցույց տվեց իր սերը մեր հանդեպ։ Եթե Աստված չներեր մարդկանց, չէր կարող սիրել։ Որը Աստծո մոտ չէ դա։ Աստված միշտ ներողամիտ եւ սեր է։ Հիմա մենք էլ այդպեսին պետք է լինենք։ Եթե մենք ուզում ենք մեր մեջ սեր բնակվի, մենք պետք է ներենք, չի կարող ողակալությունը, քինախնդրությունը, բարկությունը եւ սերը միասին բնակվել չենք կարող։ Ինչ էլ անել մեր հանդեպ Աստծո միածին որդու արածի համեմատ չի կարող լինել։ Քերեբների տերին խաչեցին, ապտակեցին, հայոյեցին, թքեցին, փշեպսակ դրեցին, խաչին գամեցին, ամենավերջին չարչարանքների ենթարկեցին, բայց ներեց եւ սիրեց, ոչ թե իր սիրելիներին միայն սիրեց, այլ իրեն խաչողների համար աղոթեց։ Մարդկության փրկությունը իրագործեց։ Հիմա մենք պետք է գնահատենք, տեսնենք որն ենք ուզում՝ ներել եւ սիրել, թե ողակալության, բարկություն պահել եւ տանջվել։ Գնահատում ենք, եթե մենք ավելի բարձր ենք գնահատում այդ ողը, այդ մաղձը, այդ թույնը, որ մեր մեջ պետք է պահենք եւ չգիտես ինչի պետք է հասնենք, կհասնենք մեր նպատակին, թե չենք հասնի, այսինքն մեզ վնաս պատճառողին վնաս կպատճառենք, նա էլ մեզ վնասի եւ այսպես անverջ կոտորած, ավեր, ող, սպանություն, եթե սա ենք ուզում ընտրենք, ընտրություն կատարենք, բայց դրա վերջը լավը չի։ Ընտրենք ներելն ու սիրելը, առանց ներելու չես կարող սիրել եւ առանց ներելու չես էլ կարող սիրվել։ Դու պետք է ներես ու ներման արժանանաս, սիրես ու սիրվես։ Ներենք, ընտրենք սերը, ամեն։